Բարև ձեզ, Մարտակ Գալստյան, Հանրային կուսակցության նախագահ։ Ընդհանուր բոլոր բանախոսների հետ հաշտ եմ, բայց ուզում եմ այլ բանի վրա ուշադրություն դարձնենք, Հայաստանն եղել է նախագահական, եղել է կիսանախագահական, հիմա խորհրդարանական։ Լավ, անդրադառնամ արդարադատության ոլորտին, ում ասում ձեզ, 90-ական թվականներին կալանքի միջնորդությունները քննիչը ներկայացնում էր մի էջի վրա, հիմա ասում է 30 էջի վրա, բայց արդյունքը նույնն է։ Ասել, որ այսօրվա գործող սահմանադրությունը այդ աստիճանի վատ է, ոչ։ Ուզում եք ամենահոյակապ սահմանադրությունը գրեք Նիկոլ Փաշինյանը մեկը խախտելու, քանի դրույթ է խախտել միջև այսօր։ Ինչքան հնարավորություն ունեցել։ Այսինքն ստե խնդիրը այդ գրած թուղթը չի, խնդիրն նա թե այդ գրած թուղթը ով է պահելու եւ պահպանության մեխանիզմների մասին է։ Ամբողջովին դեռ համաձայն եմ, առավել եւս մեր ընկերոջ հետ, որ անկեղծ ասած այսօրվա իմ գալու նպատակն է դրանցից մեկն էր, որ եթե մենք ի վիճակի ենք ստեղծենք մի հատ մեկ միասնական ճակատ, քանի որ գոնե թե գաղափարական ընդհանրության հիմքը մենք ունենք, այս չարիքից ազգը ազատելու անկախ առանց որևիցե նախապայմանների հավաքվենք դրա շուրջ։ Որտեղ նայեք խնդիրը ինչու՞մն է, քանի որ այսօրվա գործող վարչապետին պարոն Աղազարյանը թույլ չի տա խաբեմ, դեռ ճանաչում 95 թվականից ասել, որ ինքը խելքը գցել է կամ ինչ-որ բան է, բացարձակապես։ Ինքը հստակ գիտի ինչ արել, ինքը հստակ պատկերացնում է այս ամեն ինչի հետևանքները։ Ինչպես նաև եւ ինքը եւ իր դասատուները հստակ պատկերացնում են մի բան, որ այն պայն, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության վրա, եթե դեռևս պահպանի են սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունը, որ իրան կարա ենթարկի պատասխանատվության, իր համար շատ տխուր է լինելու։ Դրա համար ինքը իր ամբողջ գործողությունները եւ այս քաղաքականությունը, որ տանում է մի ուղղությամբ, այսինքն եթե ինքը չլինի, Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ պիտի չլինի։ Բայց քանի որ ինքը նաև հասկանում է, որ ինքը հավերժ չի, ես հավաստի կասկած ունեմ եւ համոզվում եմ, որ հունիսի 7-ից առնվազն մի տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությանը սպասելու է նույն ապագան, ինչ որ եղել է Արցախում։ Կլինի 4-5 ամիս բլոկադա սոված կպահեն, հետո Բաղրատաշերով ճանապարհը ցույց կտան, կասեն գնացեք։ Այսինքն այսօր այդ բոլոր լավ սահմանադրություն, վատ սահմանադրություն ստեղծանենք, անենք կարող ընդհանրապես մի տարի հետո որևիցե արդիականություն չունենա։ Ունենք չէ՞ այդ սփյուռքում կառույցներ Արևելյան Հայաստանի կոնգրես, որ չգիտենք ինչի հետ է կապված, այ նման մի հատ սահմանադրություններ մենք ենք գրել։ Ես կուզենայի, որ մենք այսօր ավելի շուտ հավաքվենք, իմ կոնկրետ հենց դրա շուրջ խոսանք։ Մենք ի վիճակի ենք այսքանով, որ բոլորս գտնում ենք, որ մի բան այն չի լավ, ասենց ասեմ։ Մենք բոլորս պատրաստ ենք համախմբվենք, պատրաստ ենք ինչ-որ մի հատ ծրագիր դնենք, սրա դեմն առնենք։ Դեմ առնելուց հետո, եթե մեր մոտ այս մեկը ստացվի, այն որ ասում են, պարոն Տիկին Կարապետյանցը ճիշտ է ասում, ասում է, Մերժի Սերժին ասեցինք, նախ եկեք, չէ, Տիկին Կարապետյանցը ասեց, որ մի քայլ արեցինք, երկրորդ քայլը չգիտենք, եկանք հասնենք ստե, եկեք մի քիչ ավելի անկեղծ լինենք, պարոն Արծիկ Մինասյանն էլ թույլ չտախափեմ, նախ հրապարակում Հանրապետության պարոն Հակոբ Ասլանյան 300,000 մարդ չի հավաքվում, դե առավելագույնը դա օպերատիվ տվյալներ եմ ես ասում, դες հավաքվում է 80,000 մարդ։ Եթե չլիներ մեծ աշխարհաքաղաքական խաղ, նույնիսկ այդ 80,000-ը որևիցե խնդիր չէր կարա լուծել, որտեվ դիցուկ 2008-ին մոտավորապես 150,000 էր հավաքված Նասիկյանի արձանի մոտ։ Կավլիցի չեմ ուզում որևիցե մեկին իրավարել։ Այսօր ճիշտ կլինի մենք այսօր, եթե կարողանանք հավաքվենք եւ այս չարիքից Հայաստանը ազատենք, հավատացեք դրանից հետո այս նույն խումբը ի վիճակի կլինի եւ սահմանադրություն փոխելու եւ նորմալ վարչապետ նշանակելու, որ հետո կարող է դառնալ նախագահ կամ պետխորհուրդ։ Հիմա ես չեմ ուզում մտնեմ այդ բոլոր ոլորտների մեջ, որտեղ խոսանք abstract, հենց երազելի կոմունիստների ժամանակվա այդ կոմունիզմի նման մի բանի մասին ենք խոսում։ Այսօր վտանգի տակ է Հայաստանի Հանրապետությունը, վտանգի տակ են մեր բոլորի տները, մեր ընտանիքները, մեր նախնիների երեզմանները։ Եկեք հələ էսի տելան կարողանում ենք փրկենք։ Այո, էսի կարողանանք փրկենք։ Փրկենք նոր կանցնենք այդ խնդիրներին, ագոնե թե այդ կորիզը հիմա հավաքված է, որը բոլորը համահունչ են, որ այո, սահմանադրությունը պետք է փոխվի, այո, ահագին բան կա, որ իրականությանը չի համապատասխանում։ Սա իմ առաջարկն է, մնացածի հետ հաշտ է։ Շնորհակալություն։